Ողջույն հարգելի հետևորդներ, մենք կրկին եթերում ենք, այսօր իմ հյուրը ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ, պարոն Արա Հակոբյանն է, բարև ձեզ։ Նշեմ նաև, որ պարոն Հակոբյանը եղել է երկար տարիներ Հարավարևելյան Ասիայի երկրներում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը, այնպես որ այսօր շատ ընդգրկուն զրույց կունենանք պարոն Հակոբյանի հետ թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական իրավիճակների քննարկման եւ վերլուծության առումով։ Պարոն Հակոբյան, միջազգային դիվանագիտական մակարդակում շարունակում է Հայաստանի Հանրապետության նվաստացումը իդեմս նրա վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Բոլորս էլ տեսանք նրան ինչ կերպով վերաբերվեցին Դուշանբեում, նույն Ալեքսանդր Լուկաշենկոյի արտահայտությունները եւ ինչ կատարվեց նաեւ Շարմ էլ-Շեյխում։ Չնայած Շարմ էլ-Շեյխում նրա հետ կատարվածը այն գլխավորը չէր, ինչի համար որ հավաքվել էին այդ գագաթաժողովին երկրների ղեկավարները, այնտեղ Գազայի վերաբերյալ, Պաղեստինի վերաբերյալ շատ ընդգրկուն եւ մեծ փաստաթուղթ ստորագրվեց միջնորդների եւ երաշխավորների տեսանկյունից, կուզեի դուք որպես դիվանագիտական մեծ փորձ ունեցող անձնավորություն հաղորդումը սկսենք ձեր վերլուծությամբ այս առումով։ Տեսեք, սկսենք դեր հաջորդականությամբ, ինչպես դուք հաստատվեցիք, այսինքն սկսենք Նիկոլ Փաշինյանի հետ կապված այս ստորացման դեպքերից, որովհետև դա ես դրան անդրադարձել եմ արդեն մի քանի անգամ, դա Նիկոլ Փաշինյանին է ուղիղ վերաբերվում, բայց դա ընդհանուր առմամբ վերաբերվում է մեզ։ Որտեղ Նիկոլ Փաշինյանը իր դժբախտությունն է այսօր ներկայացնում է հայությանը եւ Հայաստանին, եւ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը ուզենք մենք դա թե չուզենք տարածվում է եւ հայության եւ Հայաստանի վրա եւ այդ ձևավորվող վերաբերմունքը, որը գիտակցաբար է եւ հետեւողական է իրականացվում, էապես քյուր եւ անարժան միջազգային կարծիքաձևավորում, ինչպես ասեցի, հայության վերաբերյալ ընդհանուր առմամբ։ Հիմա դեպքերի մասով շատ օրինակներ կարելի է բերել, ենթանք վերջի օրինակները, որ ԱՄՆ նախագահ Թրամփը մի անգամ չի, որ չի կարողանում ոչ Նիկոլ Փաշինյանին հիշի, ոչ էլ Հայաստանը հիշի, որպես երկիր։ Այն մյուս տղային։ Հա, Նիկոլ Փաշինյանը այն մյուս տղա, ինչ որ ասեցիք, կամ Հայաստանը Ալբանիա ներկայացնում, կամ Կամբոջա, կամ չգիտեմ, Թայլանդ, դա կարևոր չի, բայց ոչ Հայաստան։ Եվ կարելի է դա վերագրել Թրամփի տարիքին հատուկ դրսևորումներ որպես, բայց դա այդպես չի մյուս դեպքերում, ինչի մյուս դեպքերում ուրիշ երկրների դեպքում դա այդպես չի, Հայաստանի համար կամ Նիկոլ Փաշինյանի համար դա այդպես է, բայց դա իրական վերաբերմունքն է Նիկոլ Փաշինյանի, որը նույնպես եմ ասում, դժբախտաբար էքստրապոլյացիա արվում հայության եւ Հայաստանի վրա։ Դուք հիշեցիք Դուշանբեի դեպքը, այդտեղ մի հատ ուրիշ դրվագ է եղել, երբ որ Ալիևն է մոտենում ԱՊՀ կանգնած առաջնորդողներին եւ գրկախառնում է Ռահմոնի հետ, Տաջիկստանի նախագահի հետ։ Ռահման Ալիևին հարց է տալիս, ասում, բա Փաշինյանը ուր է։ Այսինքն Ալիևին Ռահմանը հարց է տալիս, թե Փաշինյանը ուր է։ Այսինքն Ալիևն է Փաշինյանի ուր լինելու կամ ինչպիսին լինելու տերն ու տիրակալը։ Այդպիսի հարց էլ Թրամփն է տվել, թե ուր է հայրենակիցը։ Հա, մոտավորապես տենց վիճակել եղավ Շարմ էլ-Շեյխում եւ Դուշանբե եւ Շարմ էլ-Շեյխ եւ Շարմ էլ-Շեյխի վերջնակետը նա է, որ Նիկոլ Փաշինյանը, ես չգիտեմ, ինքը ենթադրում եմ կարծում էր, որ դա չի նկարահանվում արդեն, որտեղ միջոցառումը ավարտվել էր եւ չի ձայնագրվում, ենթադրում եմ։ Նոթե բացատրություն դժվար է, մոտենում է եւ Թրամփին ասում է, այդ որ ասում ես, այդ ես եմ։ Հա, ես ներկայանում համարը տվել ես, այդ ինձ ես տվել, էլի, մի հատ հիշի, որոշ քաղաքական գործիչներ ասում էին, արդեն WhatsApp-ի համարը այ հոր եղբայր հիշի, էլի, մի հատ այդ ես եմ, այ մեծ եղբայր։ Այսինքն եւ ասում է, ես եմ Նիկոլ Փաշինյանն եմ, Հայաստանի վարչապետն եմ։ Այս Թրամփը շուտ անհասկանալի նայում է, թփթփացնում է, շփոթվում է այնքան խայտարակ վիճակ է այդ տեսակետից եւ նորից Նիկոլ Փաշինյանի համար դա առանձնապես անհանգստացնող ենթադրում եմ կամ ցավ պատճառող վիճակ չի, նա իր խնդիրները այս կամ այն ձևով ստորանալով կամ չստորանալով լուծում է եւ լուծում է
ի հակառակ հայության եւ նա ես հաճախ դա ասել եմ հիմնական երկու խնդիր ունի եւ այդ երկու խնդիրը Նիկոլ Փաշինյանը որպես այս վարչակարգի առաջնորդողը իրականացնում, բայց այդ խնդիրը մենակ Նիկոլ Փաշինյանն չէ, այդ խնդիրը 35 տարի Հայաստանը տիրող իշխանական համակարգի ընդհանուր խնդիրն է եւ այդ իշխանական համակարգը, որի վերջին վարչակարգը այս պայն Նիկոլ Փաշինյանն է կառավարում կամ առաջնորդում, ունի մի քանի հատկանիշ 35 տարի Հայաստանը իշխող համակարգը դա հակապետական է, ապազգային է, կորպորատիվ է, օտարի շահերի սպասարկու է, ընդհանուր առմամբ հակահայ է եւ այդ համակարգի եւ Նիկոլ Փաշինյանի համար խնդիրը հիմնական երկու խնդիր են լուծում։ Առաջին խնդիրը դա հայկական հարցի փակումն է։ Դեն հայկական հարցը պետք է փակվի եւ Արցախի հետ կապված այս 35 տարվա զարգացումները հենց այդ համատեքստում էր ընթանում եւ այն փառահեղ հաղթանակը, որ մենք տարանք Արցախյան պատերազմի առաջի փուլում 90-ականներին, արվեց առավելագույնը 35 տարի շարունակ, որ այդ հաղթանակի պատուղները մսխվեն եւ ի վերջո Արցախը ոչ միայն հանձնվի, այլ նաեւ հազրկվի։ Եվ մյուս խնդիրը, որ իշխող համակարգի, մասնավորապես նույն Նիկոլ Փաշինյանի վարչակարգի իշխանությունը հարատև լինի։ Եվ այդ պարագայում ցանկացած գործարքի որպես կրտսեր գործընկեր, որպես օտարի շահերի սպասարկու օպերատոր, ցանկացած գործարքի պատրաստ է տվյալ դեպքում Փաշինյան Նիկոլը գնալու մենակ թե այդ երկու խնդիրը լուծի եւ չի կարելի ասել, որ արդյունավետ չեն, արդյունավետ են։ Ի դժբախտություն նորից մեզ, բայց դա այդ արդեն որ իրանք արդյունավետ են, դրա պատասխանատվությունը մեղքը միայն իրանց վրա չի կարելի դնել, դրան պատասխանատու ենք նաեւ մենք։ Մենք հայերս, մենք հայությունով։ Եվ մենք պետք է այդ գիտակցությունը իմաստով, ինչպես հանդուրժելու իմաստով, հանդուրժելու թույլ տալու իմաստով, որովհետեւ մեկը խափում է, մյուսը խափվում է, մեկը ծեծում է, մյուսը ծեծվում է, մեկը կոտորում է, մյուսը կոտորվում է, եւ կոտորողը, խափողը, մանիպուլացնողը իր մեղքի մաս ունի, իհարկե, բայց կոտորվողը, խափվողը, մանիպուլացվողը մեղք չունի ընդհանրապես, այդպես չի։ Իսկն տարբեր պատասխանատվություններ են, տարբեր մեղքեր են, բայց երկկողմանի առնվազն այդ մեղքն ու պատասխանատվությունը, այնպես որ մենք պետք է գիտակցենք, մենք հայերով, հայության պետք է գիտակցենք մեր պատասխանատվությունը, մեր մեղավորությունը, ախտորոշենք այդ իրավիճակը եւ համարժեք կրկնում եմ լուծումներ տանք, որովհետեւ կիսատ պռատ լուծումները չեն աշխատել եւ չեն աշխատելու, առավել եւս այս օրհասական բառը չեմ ուզում օգտագործել, բայց շատ ծանրագույն, այո, իրավիճակում։ Հիմա անդրադառնանք Շարմալ Շեյխի այդ միջոցառմանը։ Դուք ասեցիք դա Գազայի վերաբերյալ է, այսինքն Պաղեստինի հարցի շուրջ է։ Այո, Պաղեստինի հարցը դա այդ այսպես ասած համահավաքի հիմնական սյուներից կամ հիմնական խնդիրներից մեկն է, բայց ոչ միայն։ Դա ավելի ընդգրկուն էր, դա Մերձավոր Արևելքին վերաբերող հարց էր։ Եվ Մերձավոր Արևելքում նոր շեշտադրումներ են դրվում, եւ շատ կարեւոր է, որ այդ Մերձավոր Արևելքի համատեքստում արկա կոնֆլիկտային հարցերը, որից մեկը Պաղեստինն է, բայց Պաղեստինը միակը չի։ Իսրայելի հետ կապված բազմաթիվ երկրներ արաբական աշխարհի, ոչ արաբական աշխարհի ունեին եւ ունեցել են խնդիրներ։ Հիմա փորձ է արվում եւ այդ փորձը արվում է ԱՄՆ-ի առաջնորդությամբ, մասնավորապես այսօրվա ԱՄՆ վարչակարգի եւ նախագահի առաջնորդությամբ այդ խնդիրները համահարթել։ Այսինքն փորձել Մերձավոր Արևելքում բերել համակեցության որոշակի իրավիճակ եւ փորձել շահերը համադրել արաբական աշխարհի, Իսրայելի եւ ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում տարբեր հետաքրքրություններ եւ շահեր ունեցող երկրների։ Իզուր չէր, որ մանի
Շարմ ալ-Շեյխում ստորագրվեց փաստաթուղթ, որը կոչվում է, եթե չեմ սխալվում, Թրամփի խաղաղության փաստաթուղթ, Թրամփի հռչակագիր կներեք խաղաղության եւ բարեկեցության վերաբերյալ։ Ես կարծում եմ ճշգրիտ արտահայտեցի, թե ոնց այդ փաստաթուղթը կոչվում, որը ստորագրեցին փաստացի 4 երկիր։ Տեսեք, ինչ 4 երկրներ են դա ստորագրել։ Ստորագրել է ԱՄՆ-ն, որովհետև ԱՄՆ-ն այդ ամեն ինչի նախաձեռնողը եղել եւ դրա ամենավառ դրսևորումը նա էր, որ Թրամփը կանգնած Եգիպտոսում դիմավորում էր այդ համաժողովին եկող առաջնորդողներին։ Թրամփն էր կանգնած դիմավորում։ Եվ կարևոր է այդտեղ այդ համաժողովի կշիռը, որովհետև այնտեղ մոտ, եթե չեմ սխալվում, 30-ից ավել երկրների կամ հիմնականում ղեկավարներ են, այսինքն նախագահներ էին, թագավորներ էին, էմիրներ, եւ եթե առաջնային ղեկավարները չէին, հիմնականում ղեկավարներ, նաև փոխնախագահներ կային արտաքին գործերի նախարարներ, մի դեպքում, մի թե երկու դեպքում դեսպան կար։ Եվ միջազգային 3 կազմակերպություններ այնտեղ, դա ՄԱԿ-ներ, հա, արաբական լիգաներ, ինչպես? Լիգան։ Հա, արաբական լիգաներ, երրորդ կազմակերպությունը հիմա չեմ հիշի, բայց էլի բաների գլխավոր քարտուղարների մակարդակով են, այսինքն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարներ եկել եւ այլն։ Տեսեք, ինքը լուրջ կշիռ ունեցող համաժողով էր, որի նախաձեռնողը ԱՄՆ-ն էր եւ ԱՄՆ-ն փաստորեն վերադիրքավորվեց Մերձավոր Արևելքում որպես խնդիրները համակարգող առնվազն, եթե ոչ ուղիղ լուծումներ պարտադրող։ Այստեղ մի հատ հետաքրքիր երանգ կա, հրավիրվածների մեջ չկար Չինաստանը եւ չկար բնականաբար Ռուսաստանը, այսինքն Ռուսաստանի այն ամպագորգոր բաները, խոսքերը եւ դիրքավորումները Մերձավոր Արևելքում առանց մեզ դուք չեք կարող բան եւ այլն, այդ տղայական շրջադարձերով նրանք պարզապես ներկա չէին, չէին կանչել։ Փաշինյանին կանչել էին, Սինձինպինին չէ։ Ռուսներին դե Սինձինպինին եւս չէ, բայց մյուս հետաքրքիր բանը կար, կանչել էին Իրանի բանին, ղեկավարությանը։ Իրանը միակ երկիրն էր, որը մերժել էր։ Այսինքն մերժել էր նաեւ Իսրայելը, բայց Իսրայելի մերժումը դեռևս հասկանալի է։ Հիմա Իրանը միակ երկիրն էր, որը մերժել էր, Նեթանյահուն էլ մերժեց, որովհետև այնտեղ պատճառաբանվեց, որ իրանց մոտ կրոնական տոն է եւ այլն, բայց այնտեղ որոշակի հակասություններ կային, փորձ արեցին չլարել հիմա։ Բայց Իրանը մերժեց ուրիշ պատճառով, որ ասելով ես չեմ կարող գալ նստել սեղանի շուրջ երկրներ, որոնք մեզ ռմբակոծել են վերջերս, մեր վրա ուժային հարձակում են գործել։ Բայց Իրանին կանչել էին։ Այսինքն Մերձավոր Արևելքի ապագայի համատեքստում Իրանի մասնակցությունը դիտարկվում է։ Դա կարևոր է, բայց չի դիտարկվում օրինակ Ռուսաստանին է եւ Չինաստանին է։ Հիմա Չինաստանի մասով էլ կարծում եմ ժամանակի մեջ որոշակի էլի լուծումներ կարող են գտնել։ Հիմա մյուս բանը, որ ես ուզում եմ շեշտեմ, որը կարևոր է կարծում եմ։ Ի վերջո հիմքում էս ամեն ինչի գետնի վրա, այսպես ասած, Իսրայելի եւ Համասի միջև պատերազմական գործողությունների դադարեցումներ։ Այլ բառերով ասած, Իսրայելի ցեղասպան գործողությունների դադարեցումներ եւ Համասի զորքերի հետ քաշում, Համասին պետք է ապառազմականացնել եւ ընդհանրապես Համասը որպես այդպեսին պետք է փաստացի լուծարվի, այսինքն նրանք պետք է որևէ դերակատար, ոչ քաղաքական, ոչ ռազմական, այլևս տարածաշրջանում չունենան։ Եվ ովքեր են ստորագրում այդ իմ ասած բանի Թրամփի խաղաղության փաստաթուղթը։ Դա շատ հատկանշական է։ Ստորագրում էր ԱՄՆ-ն, Թուրքիան, ստորագրում էր Եգիպտոսը, ստորագրում էր Թուրքիան եւ Քաթարը։ Հիմա ինչ է 4 երկիր, չէ՞, տեսեք 30-ից ավել երկիր կա եւ արաբական եւ այլ, որոնք մասնակցություն են ունեցել ամեն նույն Սաուդյան Արաբիան, նույն Էմիրատները եւ այլն, այլ եվրոպական երկրներ։ Բայց այդ 4-ը ինչի՞, շատ պարզ, որովհետեւ Համասի իրական տերերը
իրական հոգևոր հայրերը, ոչ թե Իրաններ, այլ Թուրքիան էր եւ Կատարը։ Որովհետեւ դրա մասին քիչ են խոսում կամ ընդհանրապես չեն խոսում։ Առայն որ Համասը ինքը մուսուլման եղբայրներ այդ բանի լրջագույն միավորի մասը, ինչպես եւ մասը Էրդողանը իր կուսակցությամբ։ Եվ Կատարն է այն երկիրը եղել, որը հիմնականում ֆինանսավորել է Համասը։ Այդ ամեն ինչը Երևանյան բառերով ասած փորձում էին գցել եւ կարողացան գցել Իրանի գրպանը։ Բայց դա Իրանը չէր, դա Թուրքիան էր եւ Կատարը։ Մյուս երկիրը ինչի Եգիպտոսը, որտեղ Եգիպտոսը այն արաբական քիչ երկրներից էր, որոնք ժամանակին բանի համաձայնվել էին ճանաչել արդեն տասնամյակներ շարունակ Իսրայելը։ Եվ Եգիպտոսը, այսպես ասած, մյուս կողմից էր, այո, մյուս կողմից էր, այո, դրա համար բանակցություններ ընթանում էին Եգիպտոսում։ Հիմա տեսեք, այդ կաշխատի դա թե չի աշխատի, այսօր դժվար է ասել, բայց համենայն դեպս որպես առաջի քայլ դա տպավորիչ էր, եւ եթե մերձավոր արևելքում խնդիրների լարումների լուծումները փորձեն գտնել այս համադրման, շահերի համադրման միջոցով եւ ոչ թե ռազմական գործողությունների միջոցով, մերձավոր արև եւ այդտեղ նորից հիշենք, որ Թրամփը անընդհատ պարբերաբար խոսում է բանի Աբրահամյան համաձայնագրերի վերաբերյալ եւ Աբրահամյան համաձայնագրերի հիմքում դրված է հետեւյալը, որ երկրները պետք է Իսրայելի հետ գնան հարաբերությունների, կարգավորեն իրենց հարաբերությունները։ Եթե դա ստացվի, ապա դա իրականում լուրջ ձեռքբերում է եւ այդտեղ Ամերիկայի արդեն Թրամփից դուրս, հա, այսինքն եղած վարչակարգից դուրս ամերիկյան ազդեցությունը մերձավոր արևելքում դառնում է խիստ գերակա եւ այդ ծրագիրն էլ 20 կետանոց, որը ուզում են արդեն Պաղեստինի համար իրականացնեն, այդ ծրագրի համակարգողն էլ լինելու ԱՄՆ-ն, մասնապես Թրամփը լինելու է այդ, այսպես ասած, խորհուրդ են ձևավորում դրա նախագահը, եւ դա կարևորվում է, որտեղ մերձավոր արևելքը աշխարհի քաղաքական տեսակետից կարևորագույն հատված է։ Այնպես որ լուրջ զարգացումներ ունենք, այդ զարգացումները չի կարող Հայաստանի վրա չանել, մեր Հայաստան չասեմ, էլի, մեր տարածաշրջանի վրա չի կարող չանել, որտեղ դա հենց մեր տարածաշրջանն է, ընդհանուր, որտեղ մի քիչ ավելի լայն ենք վերցնում։ Հայաստանը այսօր է, որ ուզում է սահմանափակվի բանով, միայն հարավային Կովկաս, հա, այսպես ինքը իրան դնում է 3+3-ը ասում ինչ որ տենց ուրիշի, բայց 3+3 մնացել է, որ ասում։ Տեսեք, ես հիշեցնեմ, շատ հետաքրքիր է, լավ հարց եք տալիս, հարցին պատասխանեմ։ Ուրեմն, երբ որ ամբողջ աշխարհը գնաց ՄԱԿ-ի գլխավոր բանին, ասամբլեայի համաժողովին, հա, ասամբլեայի այդ նիստերին, որտեղ ամբողջ աշխարհն էր փաստացի, Թրամփն էր, նույն Նեթանյահուն էր, նույն Նիկոլ Փաշինյանի ավագ գործընկերներ Էրդողանն էր, էլ չեմ ասում Ալիևն էր եւ այլն, բոլորը Նյու Յորքում են, Նիկոլ Փաշինյանը որտեղ էր։ Հիշում եք։ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում էր։ Գնացել էր ինչ որ էներգետիկ, ատոմային էներգետիկայի, նիմչուկային էներգետիկայի հետ կապված, իբր թե մենք ատոմական հետ կապված խնդիրներ ունենք, չէ՞, պետք է ռուսներ։ Այսինքն դա հնարավոր չէր ուրիշ ժամանակ, նա գնացել էր Պուտինի հետ հանդիպման։ Եվ Պուտինի հետ հանդիպումը, ես կարծում եմ, այդ տեսակետից կարևոր էր, որից հետո Նիկոլ Փաշինյանը գնաց արդեն post factum ՄԱԿ, այնտեղ դե գլխավոր ասամբլեան դեր շարունակում եւ ելույթ ունեցավ։ Ելույթը իհարկե, որ մենք խաղաղություն ենք հաստատեց բան։ Միակ ղեկավարն են, որ խաղաղության մասին եմ խոսում։ Հա, միջև այսօր հայկական եւ այլն, ծանոթ թեմաները, դա մի հատ կարևոր շեշտադրում, ասես որ շատ արդյունավետ ձևաչափ ունենք 3+3-ը։ Դա ինչ է նշանակում։ Նա ՄԱԿ-ի բարձր ամբիոնից խոսում է 3+3-ի մասին։ Դա ինչ է նշանակում։ Որը չի ընդունվում աշխարհի շատ երկրների կողմից։ Դա դեռևս դնենք մի կողմ, ընդունում են, նույնիսկ եթե ընդունում են։ Բայց դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար Հայաստանը մտցնում է ռուս-թուրքական կամ ռուս-թուրք-ադրբեջանական տանդեմի կաղապարի մեջ։
առավելագույնը արվում է, որ Հայաստանը որպես աշխարհաքաղաքական որևէ հնարավորությունից չկարողանա օգտվել, որ որևէ մեկի մտքով հայ կոչվող մարդու մտքով չանցնի, որ լավ էս ախրխենք մենք մեզ բերը դրել այս վիճակում եւ ռուս-թուրքական այդ բանից թակարդից չենք ուզում դուրս գալ։ Չենք ուզում, այնտեղ ինքը Եվրոպա է խոսում, Եվրամիություն է խոսում, տարբեր բաներ է ասում, Չինաստան է գնում գալիս, ԱՄՆ-ը բան եւ, բայց այդ ամեն ինչը ի վերջո երբ որ դու նայում ես թե ինքը փաստացի ինչ է անում, փաստացի դա ռուս-թուրք-ադրբեջանական այդ իմ մենք դա անվանում ենք հաղորդակցվող անոթներ, այդ հաղորդակցվող անոթների դաշտում է գործում։ Այնպես որ տեսեք, եթե մենք աշխարհում այսօր ընթանում են լուրջ գործընթացներ, լրջագույն, աշխարհաքաղաքական, սկսել է ի վերջո սկսել է երևալ նոր աշխարհակարգի ձևավորման եզրերը, եթե կուզեք, եւ եթե մենք այդ ամեն ինչում շարունակում ենք ընդունել այս կրավորական կապիտուլյացիան դիրքը, մենք որևէ հնարավորությունից չենք կարողանալ օգտվել, ինչպես չենք օգտվել ժամանակին մենք երկու տես մեր աշխարհաքաղաքական գործընթացի ներկա ենք եղել։ Մեկը դա եղել է առաջին համաշխարհային պատերազմից հետո, 18-ից 20 թվականին մենք անկախ հանրապետությունը, առաջին հանրապետությունը ձևավորեցինք, բայց չկարողացանք տարբեր պատճառներով, այդ թվում այն պատճառով, որ հայկական կառավարման այն ժամանակվա համակարգում այդ հիվանդագին ռուսամոլությունը առկա էր։ Երկրորդ բանին աշխարհակաղաքական փոփոխությանը մենք սովետական միության ներքո էինք, այսինքն մեր հնարավորությունները խիստ սահմանափակված էին երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Երբ որ սովետական միությունը քանդվեց, մենք երրորդի մեջ գործընթացի մեջ ենք եւ սկզբում ռուսները հեռացան, իրավիճակից, ոչ թե մենք ռուսները իրավիճակից հեռացան, չնայած մենք ունենք խիստ հակահայ կառավարիչներ այն ժամանակ Տեր-Պետրոսյան Լևոն, Վազգեն Մանուկյան եւ այլոք։ Բայց այնուամենայնիվ ռուսների բացակայության պարագայում մենք թուրք-ադրբեջանցիների հետ կարողացանք խնդիրները լուծել մեր։ Ռուսներին հետ բերեցին, եղավ այն ինչ որ եղավ։ Հիմա արդեն աշխարհակարգը սկսել է ձևավորվել։ Մենք դրանից օգտվելու ենք։ Այս պահին չի զգացվում։ Պարոն Հակոբյան, Շարմ el-Շեյխի մասին եւս մեկ թեթևակի այսպես շտրիխ տեղեկատվություն սպրտվեց այն մասին, որ Էրդողանը օթանավով պտտվում էր Կահիրեի օթանավակայանի վրա եւ ճշտում էր, թե եթե Նեթանյահուն ժամանելու է կամ ժամանելու է, ինքն օթանավը վերադարձնում է դեպի Անկարա։ Չի մասնակցի, բայց դուք ասացիք, որ Նեթանյահուն հրաժարվել էր, այստեղ չեք զգում, որ դեմք փրկելու, երկկողմանի դեմք փրկելու ինչ որ պայմանավորվածություն էլ կա, ըստ դիվանագիտական այդ բանի սեթևեթանքի։ Ձեր ասած կարելի է դա դրան տես նայել, կարելի է մի քիչ այլ կերպ նայել։ Ես կարծում եմ, որ այդ Նետանյահուի պատճառը, որ ինքը կրոնական ինչ որ տոնը դրա համար չի մալտ, ինքը նախնական համաձայնությունը տվել էր, որ պետք է գնա Կահիրե։ Բայց այնուամենայնիվ բանի թուրք Իսրայել-Թուրքիա կամ Իսրայել-թուրքական աշխարհ, հարաբերությունները իրանք բավականաչափ լավ խաղարկվում են։ Եվ սա իմ կարծիքով այդ համաձայնեցված խաղարկման հերթական ակտն էր։ Էրդողանը որպես մուսուլմանական աշխարհի ամենազորեղ լիդեր, առաջնորդող եւ պաշտպան, ինքը չպետք է կարողանա նստի նույն սեղանի շուրջը Նեթանյահուի հետ, որը նույն մուսուլմանական աշխարհի, չգիտեմ, դահիճներ կամ ցեղասպան գործողություններ իրականացնողներ, բայց միաժամանակ Ալիևը բանի, որը Էրդողանի եղբայրն է եւ իրականում թուրք-ադրբեջանական տանդեմը գործում է շատ մեծ բացարձակ, եթե չասեմ, համակարգման եւ արտաքին քաղաքական եւ ներտարածաշրջանային հարաբերություններում։ Ալիևը հանդիսանում է եւ Իսրայելը հանդիսանում է, Ադրբեջանը եւ Իսրայելը հանդիսանում են
խիստ խորը համագործակցային տիրություն, դա ո՞նց է տես լինում։ Այդ ո՞նց եղավ որ Պաղեստինի մասով Էրդողանի վրա ազդում է Նեթանյահուի ներկայությունը կամ Իսրայելի ներկայությունը։ Իսկ Ալիև Նեթանյահու կամ Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում, հա, այդ երկու ժողովուրդ, երկու պետություն, մեկ ժողովուրդ սկզբունքը մեկ էլ դադարում է գործում։ Դա տենց չի։ Հասկանալի է, որ դա աշխարհ քաղաքական որոշակի խաղեր են, համաձայնեցված, որովհետև այդ պարագայում նրանք կարողանում են ամբողջ դաշտը, փորձում են համենայն դեպս ամբողջ դաշտը փակել։ Էրդողանը նեոօսմանիզմի եւ նեոթուրանի տեսակետից հանդես է գալիս որպես սուլթան։ Եվ եկեք չմոռանանք, որ սուլթանը, Օսմանյան կայսրության սուլթանը, ինքը ոչ միայն աշխարհիկ կառավարիչ էր, ինքը նաև հոգևոր առաջնորդող էր։ Եվ հոգևոր առաջնորդողը ոչ թե թուրքերի համար միայն, այլ ամբողջ կայսրության մեջ ապրող մուսուլմանների համար։ Եվ Էրդողանը այդ մոտեցումն է ընդունել եւ իմիջիալից այդ մոտեցումը նաև աշխատում է։ Եվ նույն Թրամփը նույն Էրդողանի մասին ասաց, չէ, նույնը տեղ Թրամփը սիրում է այդպես մոտկոնցին։ Չէ, նաև խոսքով է արտահայտում, որ Էրդողանը այտենց ուժեղ տղա է եւ այն ես էլ սիրում եմ այտենց մարդ։ Մաչոներին ինքը սիրում է։ Մաչոներին, այո։ Մաչոներին, բայց Թրամփը եթե իր էության պոպուլիստ մաչո է։ Թրամփը պոպուլիստ մաչո է։ Բայց Թրամփին, ասենք ասենք, Թրամփին փրկել է ճակերտներում իհարկե, փրկում է նա, որ Թրամփը այնուամենայնիվ Թրամփը հենված է երկուսյան վրա, Թրամփի իշխանությունը ԱՄՆ-ում, Ամերիկայում հենված է վարչակարգը հենված է երկուսյան վրա։ Մի սյունը իր մագախումբն է, որոնք այդ իմ ասած պոպուլիստներն են հիմնականում, իզոլացիոնիստներ եւ այլն։ Բայց մյուս խումբը դա աճ պահպանողականներն են, այսինքն աճ հանրապետականներն են, եւ դրա կարկառոն ներկայացուցիչը Ռուբիոնը, Թրամփի վարչակարգում։ Եվ այդ ներքին հակասություններով հանդերձ այդ պայքարում քայլ առ քայլ գոնե էս փուլում քայլ առ քայլ աճ պահպանողականները այդ մագա խմբի ներկայացուցիչներին կամաց դուրս են մղում կամ բերում են իրանց դաշտ։ Իսկ Էրդողանը ենթարկացնում են մի խոսք։ Դարձնում են իրենց, այսպես ասած, շահերի սպասարկող, այո։ Բայց Էրդողանը այլ է։ Էրդողանը ազգայնական թուրք, ազգայնական գործիչ է, որը հենվում է նաև կրոնական դավանաբանության վրա, այսինքն այսօրվա Թուրքիայի կառավարման տիրույթում շատ կարևոր է դա, եւ ես դրան վրա եթե թույլտվությամբ մի քիչ ծանրանամ, դա կարևոր է նաեւ մեր հասարակության լուսավորելու առումով։ Հենց այդ իմաստով եմ ես դրան ուզում անդրադառնալ, տեսեք, որն է այսօրվա Էրդողանյան վարչակարգի հենքը։ Դա ազգայնականությունն է, թուրք ազգայնականություն։ Հիմա նորից ես չեմ ուզում որևէ կերպ գնահատական տալ թուրք ազգայնականությունը, դա բարի բան է, թե չար բան է, այսինքն նրա նպատակները բարի են, թե չար, ես դրա մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ, որ թուրքական ընդհանուր նպատակները Էրդողանի կառավարման ազգայնական դաշտում աշխարհիկ հենքն են, գաղափարաբանությունն են, բայց մյուս սյունը, որի վրա հենվում է, դա չափավոր իսլամն է։ Այսինքն Էրդողանի վարչակարգում գաղափարաբանական համատեքստում կա երկու շատ կարևոր, այսպես ասած, գաղափարների համադրում։ Դա ազգայնականությունն է եւ դավանաբանությունն է։ Եվ այդ երկուսի համադրումն է, որ Էրդողանի կառավարումը Թուրքիային որպես պետություն դարձնում է արդյունավետ։ Ես խոսել եմ սա մասին էլի, մյուս օրինակը բերենք։ Էլի մեզ հայտնի։ Մի քիչ առաջ այդ երկրի մասին խոսում ենք Իսրայելը։ Իսրայելը նույնպես այսօր հենված է ազգայնականության, այսինքն սիոնիզմի եւ հուդայիզմի համադրման վրա, այսինքն կառավարումը, որը իրականացվում է, իշխանությունը, որը կա, այդ երկու սյուների համադրումն է եւ այնտեղ ներկայացված են երկու ուժերն էլ, եւ աշխարհիկ եւ կրոնական բովանդակություն ունեցող քաղաքական գործիչներ։ Դրա համար Իսրայելը իր նպատակների համար տեսանք արդյունավետ է։ Մյուս տենց երկիրը ասեմ, այդ արդեն մենք սկսեցինք դրանից բաց, մյուս այսօր տենց երկիր դա օրինակ Հնդկաստանն է։ Այսօր Հնդկաստանում մոդի
կառավարումը, մոդի վարչակարգը հենված է ազգայնականության, այսինքն BJP կուսակցությունը, որի ներկա դա ազգայնական կուսակցություն է, ի տարբերություն միջև այդ գործող ձախ լիբերալ կոնգրեսի եւ հենված է հինդուիզմի վրա։ Այսինքն նորից է երկուսի համադրումը, դրա համար այդ Կազակստանը այսօր Ճիշտ մեր նման էլի։ Ես շատ կուզեմ, որ այդ ճիշտ մեր նմանը մենք բանով կատակով չասենք, այլ իրականում լինի։ Ես վստահ եմ, որ այսօր աշխարհում գնում է այդ զարգացումը, նույնիսկ ԱՄՆ-ում այդ աճ հանրապետական եւ Թրամփը դա արտահայտում է։ Սկսել են հենվել եւ քարոզ են անում։ Իրանք ասում են դրա անունը դնում են աճ պահպանողականություն կամ հայրենասիրություն, բայց դա նույն ազգայնականությունն է եւ կրոնը քրիստոնեությունը։ Մյուս բանը, մյուս օրինակը արդեն Եվրոպայից խոսենք, Մելոնին, Իտալիայի վարչապետը, որը աճ պահպանողական է նորից։ Մելոնին մոտ մի 2 թե 3 ամիս առաջ ասեց շատ կարևոր, իմ կարծիքով շատ կարևոր թեզ շրջան առեց, ասեց, որ դա արևմուտքը դա տարածք չի, արևմուտքը դա արժեքներ են, եւ ասեց արևմուտքի զարգացման հիմքը կարա լինի արևմտյան, հիմա բառը ազգայնականություն, nationalism անգլերեն, արևմտյան Ռուսերեն նացիոնալիզմ։ Հիմա հարցը հետևյալն է, nationalism-ը եւ բանը ազգայնամոլությունը, դա տարբեր բաներ են։ Ընդհանուր հայերեն լեզվի մեջ դա ազգայնականություն եւ ազգայնամոլություն, այսինքն մենք հստակ տարբերակում ենք դա։ Այսինքն նույն արևմուտքի եվրոպական մասում այսօր այդ զարգացումները ընթանում են եւ դա տեսանելի է։ Հիմա մեր համար, հայերիս համար Իմ կարծիքով արդյունավետ պետություն ունենալու հիմքում պետք է լինի մեր ազգայնական եւ մեր դավանաբանական արժեքների համադրումը եւ իշխանության մասնակցումը հենց այդ իմաստներով, համապատասխան լիազորություններով եւ համապատասխան տիրույթներով։ Այսինքն բաներ կա, որոնք ազգայնականության գերակայություն եւ քրիստոնեություն, բաներ կա, որ քրիստոնեության գերակայություն եւ ազգայնականություն, այսինքն այդ պարագայում մենք ունենանք արդյունավետ պետություն եւ արդյունավետ կառավարում եւ հնարավորություն կստանանք նորից վերականգնել մեր աշխարհաքաղաքական կամ ուզում եք ավելին քաղաքակրթական դերն ու նշանակությունը աշխարհում ոչ միայն տարածաշրջանում եւ մեր տարածաշրջանը որևէ կերպ դա հարավային Կովկասը չի մեր տարածաշրջանը դա հայկական բարձրավանդակն է որը նույնն է մերձավոր արևելքը դա մեր տարածաշրջանն է որը նույնն է Եվրոպան դա մեր տարածաշրջանն է մենք մեր հայկական բարձրավանդակից որպես բնորան որպես հայրենիք այսօր հրաժարվում ենք չէ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ այն իրական ի՞նչ է Իրական Հայաստան։ Հա, իրական Հայաստան այդ հայեցակարգային մենք դրանից հրաժարվում ենք, մեր նորաձևել կրթվում ենք։ Նորաձևել կրթվում ենք, մենք փաստացի մեր պատմությունից հրաժարվում ենք, մեր հերոսներից հրաժարվում ենք, մեր հաղթանակներից եւ կորուստներից հրաժարվում ենք մեր քաղաքակրթական դերակատարումից, հրաժարվում ենք մեր քրիստոնյա, առաջին քրիստոնյա, այսինքն առաջին դավանաբանական իմաստով աշխարհացունց քայլ կատարած այդ կարգավիճակից ամեն ինչից դու ոչ մի բանի համար Միքայել arczepiskopos-ին ոչ մի բանի համար նա խոսք ասել բավոր բան լներ ինչ կանի բավոր բան լներ մեջտեղից կճղեին ոչ մի բանի համար 2 տարով դատապարտեցին հիմա հերթում Բագրատ arczepiskopos Հիմա հերթում Բագրատ բայց այս դեպքը արդեն եղել է եւ եթե ենթենք Բագրատ arczepiskopos-ի վրա բարդում են եւ ինչ այնտեղ չգիտեմ գործողություններ տարբեր որ նա նախաձեռնում էր իհարկե այդ ամեն ինչը հասկանալի է որ սուտ է բայց գործողությունների հա չգիտեմ ահա բեկչուց ինչ ասես գրում են այդ Բագրատ arczepiskopos-ի եւ այդ խմբի վրա բայց Միքայել arczepiskopos-ի մասով էտել նույնիսկ չեն անում որովհետեւ էտել չեն հնարավոր չի դա անել մարդը եղել է ակտիվ հոգեվոր ազգային գործիչ
ակտիվ հոգևոր ազգային գործ։ Նա խոսք է ասել։ Եվ խոսքի համար, միայն խոսքի համար։ Այսինքն որևէ բան չի ծրագրել, ենթենք Բագրատ arczepiskopին դա վերագրում են։ Էդ էլ չի եղել խոսքի համար 2 տարի մարդուն այսինքն ամեն ինչ որ հայկական է, դրա համար սկզբից մեր այս խոսքի դրա ամենին ասեցի, որ 35 տարի շարունակ է դա արվում։ Այն ամեն ինչ որ հայկական է, այն ամեն ինչ որ հայկականությանը բնորոշ է, այդ ամենը պետք է մոռացվի, ջնջվի։ Կգա պահը, չէ՞ որ այդ խաղաղության պայմանագիր կոչեցյալի մեջ, որը վերջնական կապիտուլյացիոն փաստաթուղթն է, այնտեղ նախատեսում են sense բան, չէ, որ ռևանշիզմի եւ այլն տմանատիպ գործողությունների համար պետք է կանխել։ Կանխելը ի վերջո դա դառնալու է Հիմա որ հայրենասիրական երգեմ կանխելու են։ Կանխելը ի վերջո դառնալու է քրեական հոդված, հասկանալի է, քրեական օրենսգրքի հոդված, հետո դա դատական օրենսգրքում եւ մարդկանց սկսելու են դրա համար պատժել։ Այսինքն եթե վաղը չեմիսորը դուք ես կամ մեր նման որևէ մեկը ասի որ այնուամենայնիվ Արցախն է, Նախիջևանն է, չգիտեմ Ադրբեջանի մասով, հա, Գանձակն է, ել չեմ ասում Թուրքիայի մասով, Ղարս Արդահանն է, Սուրմալուն է, Վանն է եւ այլն, դրանք այնուամենայնիվ իմ հայրենիքն են եւ հայկական տարածքն են, դրա համար կարող մարդուն տանեն դատել։ Այսինքն դա են ուզում անեն։ Դա են ուզում անեն։ Հայը պետք է դադարի հայ լինելուց։ Եվ երբ որ նա իր բովանդակությամբ դադարում է հայ լինելուց, արյունն էլ այլ է սերվում։ Սա է ծրագիրը, որը փորձում են իրականացնել։ Պարոն Հակոբյան, դուք արդեն կանխեցիք իմ որոշ հարցեր, թե խաղաղության հետ ստորագրված, չէ, լավ է, ընդհակառակ անցանք մի քանի հարց։ Հիմա, քանի որ դուք եղել եք երկար տարիներ Հնդկաստանում, Հայաստանի լիազոր դեսպան, արտակարգ եւ լիազոր դեսպան եւ Նյու Դելիում նստավայր եղել է, որովհետեւ դուք նաեւ Շրի Լանկայում եք եղել, Մալայզիայում, Ինդոնեզիայում, այդ դեսպանությունը Նեպալում, այդ տարածաշրջանում որպես Հայաստանի ներկայացուցիչ եք եղել, բայց հիմնականում քանի որ եղել եք Նյու Դելիում։ Հիմա որքանով է ըստ ձեզ Հնդկաստանը մեր բնական դաշնակից կարող է լինել։ Որքանով։ Տեսեք, ավարտեք, հա, հարցը։ Եվ այնպես է, որ միակ դաշնակիցը Ռուսաստանն է եւ վերջ։ Ինչպես ներկայացնում են։ Ասեմ ձեր հարցի վերջից, Ռուսաստանը դաշնակից չի եղել եւ չի։ Չէ, բայց ներկայացնում են։ Դե ներկայացնում են։ Դու էլ ասա։ Հա, դու էլ ասա, հա։ Ռուսաստանը դաշնակից չի եղել եւ չի, եւ դրա բազմաթիվ ապացույցները կա, սկսած հենց այն պահից, երբ որ Ռուսաստանը մտավ տարածաշրջան։ Մարդիկ փորձում են մոռացության տալ այն ինչ որ իրականում կատարվել է։ Ռուսաստանը 1720-ականներին մտել է տարածաշրջան։ 21-28 թվականներին։ 24 թվականին, 1724 թվականին եղել է Կոստանդինոպոլի։ 21-ին խնդրել են որ գաք, մինչև եկել է 24-20։ Հա, չէ, այդ չի խնդիրը ախր։ Խնդիրը հետեւյալն է։ Ռուսները Պետրոս առաջինը մեծն, հա։ Մեծն Պետրոս առաջինը հորդորել է հայ մելիքներին Դավիթ բեկի գլխավորությամբ, որ նրանք սկսեն ապստամբային գործողությունները, դա վերաբերվել է Արցախի մելիքություններին, Գեղարքունիքի, Սյունիքի, այսինքն բավականաչափ լուրջ ուժ է եղել։ Եվ ռուսները կգան վերջի պահին, ոնց որ միշտ դրանից հետո դուք կռվեք, մենք կգանք, ձեզ կփրկենք։ Կամ պարտվեք, մենք կգանք, դուք սկսեք, մենք կմիանանք։ Մենք կփրկենք, դուք միանանք, մենք փրկիչ ենք ձեր համար։ Եվ ինչ եղավ, փաստացի Ռուսաստանը այդ ընթացքում Պարսկաստանի հետ իր ռազմական գործողությունների արդյունքում գրավեց Կասպից ծովի արևմտյան մասը, հատվածը, եւ Օսմանների հետ 1724 թվականին, երբ որ հայերը կռվում են, կնքեց համաձայնագիր, առայն, որ Օսմանները համաձայնում են, որ այն ինչ որ պարսիկներից վերցրել են ռուսները, դա ռուսներինն է, այսինքն ասեցի արդեն, Կասպից ծովի ձախ մասը, արևմտյան մասը։ Իսկ մնացածը ներառել Հայաստանը, դա Օսմաններինն է, հայերը կռվում են։ Սա է Ռուսաստանի մուտքը եղել տարածաշրջան հենց առաջի քայլով։ Հայկական, պետական եւ ազգային շահ որպես մանրադրամ վաճառելա, հանձնելա թուրքերին
Եվ դա շարունակվել է 300 տարի շարունակ առ այսօր եւ շարունակվում է։ Դե հիմա էլի այդ ասելով հանդերձ ոնց վերաբերվեց նրանց այսօր հայկական կոչվող տիրույթում, քաղաքական կոչվող տիրույթում, որ միջև այսօր ռուսների երկն են երգում եւ ռուսների թելն են թելում։ Ոնց վերաբերվեց նրանց եւ ոնց այդ մարդկանց հետ շփվեց ու նրանց անվանեց, որ սրանք էլ են հայ, մենք էլ ենք հայ։ Բայց այդ ռուսների մասով հիմա գանք Հնդկաստան։ Գանք Հարավարևելյան Ասիային։ Ուրեմն տեսեք, Հնդկաստանը շատ կարճ էլի, եւ շատ բան մեծ հատվածները, որտեղ եթե մանրամասնես Հնդկաստանի մասին կարելի է ամիսներ խոսել ու չավարտել ինքը մի ոնց որ մի առանձին միավոր լինի, ոչ մի բանի չես կարող համատել եւ ոչ մի բան նման չի Հնդկաստանին եւ հնդիկ ժողովրդին։ Դա բացարձակ մի առանձնահատուկ եւ ժողովուրդ է եւ պետություն է, բայց դա չի ուզում ասել։ Ուրեմն Հնդկաստանը երևի աշխարհի այն եզակի երկրներից է, որտեղ փաստացի պաշտոնական, չեմ ասի լրիվ պաշտոնական, երկիրը բաժանված է երկու մեծ հատվածի։ Հյուսիսային Հնդկաստանը դա արիական մասն է, հարավային Հնդկաստանը դա դրավիդյան մասն է։ Եվ ըստ իրենց հնդիկների բանի պատմական մոտեցումների եւ առասպելների արիները հյուսիսից եկել են եւ դրավիդներին, որ բնիկներն են եղել, մղել են հարավ։ Եվ այդ իրավիճակը Հնդկաստանում արկա է։ Հնդկաստանը, չէ՞ որ մենք կոչվում ենք հնդեվրոպացիներ։ Այդ հնդ բառը Հնդկաստանից է, չէ՞ եկել։ Եվ Հնդկաստանը այդ արիականությունը, Հնդկաստանում այդ արիականությունը կամ այդ հնդեվրոպականացումը առ այսօր պահպանված է։ Առ այսօր եւ հնդիկները իրենց այդպեսին են ճանաչում եւ նրանք դրա այդ արժեքների կրողն են շարունակում մնալ։ Հիմա տեսեք, մյուս տենց երկիրը, որը մեզ անմիջական հարևանը, Իրանն է։ Իրան ի՞նչ է նշանակում։ Իրան բառը ի՞նչ է նշանակում։ Արիացիների երկիր։ Այսինքն նույնիսկ արիական, հնդեվրոպական այդ ընդհանրությունն է։ Մյուսը մենք ենք, մյուսը արևմուտքն է, Եվրոպան։ Այսինքն այդ տեսեք ինչ են անում օրինակ թուրքերը։ Արիացիների առանցքն է։ Այո։ Հիմա տեսեք օրինակ ինչ են անում թուրքերը, չասեմ թուրքերը, թուրքերը։ Թուրքերը զորացնում են, այսինքն ինստիտուցիոնալ են դարձնում, դրա անունն է թուրքական պետությունների կազմակերպություն։ Դա ինստիտուցիոնալ միավոր արդեն, որի մեջ ներառում է ամեն ինչ, փաստացի ներառալ անվտանգությունը։ Հասել է նրան, որ վերջին նիստը, որը եղավ մի քանի օր առաջ Գաբալայում, Ադրբեջանում, խոսք էր գնում նրա մասին, որ նրան ընդհանրական զորամիավորում եւ ընդհանրական զորավարժություններ իրականացնեն արդեն թուրքական պետություններ, այսինքն այդ գոտին, Թուրանի գոտին, իրանք ինստիտուցիոնալ են դարձնում։ Հնդկաստանը մեր բնական դաշնակիցն է, ոնց որ եւ մեր բնական դաշնակիցն է Իրանը։ Եվ այդ մեր բնական դաշնակիցն է նաեւ Եվրոպան։ Այսինքն այդ հնդեվրոպական գոտին, հնդեվրոպացիների գոտին, ինքը եթե դառնա իրողություն, դա աշխարհքաղաքական լրջագույն փոփոխությունների է բերելու։ Եվ այս համատեքստում հնդիկները միշտ եղել են եւ կան անգամ ոչ մոդի այսօրվա կառավարման օրոք, նույնիսկ այն ձախ լիբերալների կոնգրես կոչեցալի կառավարման օրոք, նույնիսկ այդ ժամանակ հնդիկների վերաբերմունքը հայերի նկատմամբ եղել է խիստ դրական։ Ես դա կարամ բացարձակ եւ պատասխանատու հավաստեմ։ Եվ դա հենց այդ բովանդակությունից է, որ բանկա բնական դաշնակցային ընդհանրություն եւ կուզեք ավելին հարազատություն կա։ Եվ չի կարելի Հնդկաստանի նման զորեղ երկրի հետ հարաբերություններին մատների արանքով նայել։ Չի կարելի Հնդկաստանին դնել նույն կեշարքի նժարի վրա, ոնց որ օրինակ, ոնց որ անում են այսօրվա եղածները, իրանցից առաջ եղածները։ Օրինակ թուրքական աշխարհի որևէ երկրների կամ ռուսական աշխարհի հենց Ռուսաստան կոչվում, դա ռուսական աշխարհ չի, դա Ռուսաստանն է։ Դուք տեսեք, մենք
գտնում ենք Եվրասիական միության մեջ, չէ՞։ Ինչ է նշանակում Եվրասիականություն։ ԵԱՏՄ։ Հա չէ ԵԱՏՄ, բայց ինչ է նշանակում Եվրասիականություն, չէ՞ որ դա գաղափար է որոշակի։ Ռուսաստանը շարունակում է մնալ կայսրություն։ Որևէ կայսրություն չի կարող լինի առանց հստակ գաղափարաբանության, չէ, առանց գաղափարաբանության։ Եվ Պուտինը այդ տեսակետից ինչ որ իմաստով ազնիվ գտնվեց։ Ինքը ասեց, մեր գաղափարաբանությունը այն ժողովրդավարություն, բան, այն արևմտյան արժեքներ եւ այլն, դրանք մերը չեն։ Մերը եվրասիականությունն է։ Իսկ ինչ է նշանակում եվրասիականություն։ Եվրասիականության գաղափարաբանները Գումիլո եւ այլոք։ Եվրասիականությունը դա Թուրքի եւ Ռուսի ընդհանրությունն է, համադրումն է։ Այսինքն եվրասիական այս ռուսական կայսրությունը դա Թուրքերի հետ համադրման կայսրություն է, այսինքն համադրում ինչ է նշանակում, շահերի չէ համադրում, ազգային եւ պետական շահերի համադրում, չէ, մենք ընդ ինչ գործ ունենք։ Այսինքն հայկական եւ թուրքական շահն էլ է համադրված։ Այն ինչ որ Փաշինյանն է ասում փաստացի։ Այսինքն հայկական գնան ու գան։ Այսինքն մենք չլինենք, այսինքն մենք հրաժարվում ենք, որտեղ այն որ մենք հրաժարվում ենք մեր հայրենիքից, հայկական բարձրավանդակից, դրա մյուս քայլը մենք հրաժարվում ենք մեր հայ լինելու ինքնությունից։ Դրա համար մենք պետք է լինենք ռուս-թուրքական այդ համադրման տիրույթում։ Չի կարելի դա, էլի հետ գամ Հնդկաստանին, հա, դնել նույն նժարի վրա ինչ որ Հնդկաստանն է։ Հիմա մի շատ կարճ մի երկու բառ հարավարևելյան Ասիայի մեջ երկրների հետ կապված։ Տեսեք մեր նախնիները հայերը։ Չէ՞ Նիկոլ Փաշինյան նորից ասում է հայրենիքը Հայաստանն է։ Եվ հայոց պատմությունը դարձնում է Հայաստանի պատմություն։ Հայոց պատմությունը դա ոչ միայն Հայաստան պետության պատմությունն է, դա հայ ժողովրդի պատմությունն է։ Եվ հայոց պատմության համատեքստում հայ ժողովուրդը անջնջելի ժառանգություն եւ հիշողություններ ա թողել հարավարևելյան Ասիայի ամբողջ այդ տարածաշրջանում։ Այդտեղ արդեն ոչ միայն Հնդկաստան են, երկրներ, որ թվարկեցին Ինդոնեզիա, Մալայզիա, Նեպալ, Բիրմա, Շրի Լանկա եւ այլն անջնջելի, Սինգապուր անջնջելի հետ կա թողել։ Եվ այդտեղի ժողովուրդները մուսուլման եւ ոչ մուսուլման կարևոր չի։ Հիշում են միջև այսօր։ Ես բախտ եւ պատեհություն եմ ունեցել գործի բնույթով այդ ամեն ինչի հետ անմիջական շփում ունենալ։ Դուք չեք պատկերացնում ինչ խորը հարգանքով եւ ակնածանքով եթե կուզեք վերաբերում են մեզ, բայց մեզ դիտարկում ոչ թե այսօրվա մենք, որ այլ մեզ, այն մեզը, որ մերը եղել է իրականում, որ դա հայկական բովանդակությունն է, հայկականությունն է։ Պարոն Հակոբյան, խոսել ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակից, չխոսել մեր ներքին քաղաքական իրավիճակից սխալ կլինի։ Ինչ որ բոլորը ձեռքերը շփելով պատրաստվում են ընտրություններին, որ տեղի ունենալու 26 թվականի հունիսին, հա։ Եվ դուք որքանով եք լուրջ վերաբերում այդ վիճակին։ Հենց հետաքրքիր է ձեր որպես քաղաքական գործչի, մեծ դիվանագիտական ուղի անցած գործչի կարծիքը ընտրություններ որպես այդպիսին կարող են նորմալ ընտրություններ կայանալ Հայաստանի նման երկրում։ Տեսեք, մենք էլի այսօրվա Հայաստանի Հանրապետությունը ունի 35 տարվա պատմություն։ Այսինքն դա մենք գոնե այդ 35 տարին տեսել ենք եւ մասնակցել ենք այդ ամեն ինչին, այսինքն մեր կողքով չի անցել եւ մեր հիշողությունը այդքան կարճ չի, հա։ Եվ 35 տարվա կտրվածքով դեպք չի եղել, որ ընտրություններով լինի իշխանության փոփոխություն։ Դեպք չի եղել։ Շարունակ եղել է իշխանության փոխանցում։ Եղած իշխանական համակարգի մեջ մի վարչակարգից մյուս վարչակարգին, մի վարչակարգից մյուս վարչակարգին։ Վերջինը փոխանցվեց Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն ընտրությունները որպես քաղաքական միջոցառում, սենց ասենք, այդպեսին չեն։
ընտրությունները դա բեմադրություն է, որի մեջ ներիշխանական, հա, որոշակի վերադասավորումներ կարող են լինել իշխանական համակարգի ներսում, իշխանական համակարգից դուրս որևէ ուժ այս եղած ընտրություն կոչված մենչոցառման շրջանակում որևէ ձեռքբերում չի կարող ունենալ, որովհետև ինչպես ասողներ ասում, որովհետև եւ մեղն է իրանց ձեռը եւ մուրճը։ Այսինքն իրենց կանոններով, իրենց վերահսկողությամբ, իրենց դաշտում, իրենց ինստիտուցիոնալ միավորներով ամբողջը իրանց կողմից վերահսկել է, տարօրինակ չի լինի, որ այդ վերահսկողության պարագայում իրենք թույլ տան, որ որևէ մեկը համակարգից դուրս արտահամակարգային իրական ուժ, ենել ազգայնական ուժ կարողանա ձեռքբերում ունենալ։ Դա լինելու է հերթական անգամ վերարտադրություն իշխանական համակարգի, թե իշխանական համակարգում ինչ վերաբաշխում կանեն։ Կերևա, ենթադրում եմ, եթե սենց շարունակվի իհարկե, եթե արտահամակարգային ազգայնական, իրական ազգայնական ուժերը չկարողանան միաբանվել եւ կռիվ տան ոչ թե Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ իշխանական հակահայ համակարգի դեմ եւ չկարողանան որևէ կերպ տաբանան, խանգարեն գոնե, եթե չտապալեն այս իշխանական համակարգի գործողությունները, ապա ենթադրում եմ, որ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվելու է այնտեղ որոշակի վերաբաշխումով։ Հիմա ռուսական ներկայություն կլինի, մի քիչ գլոբալիստական ներկայություն կլինի, ոնց որ միշտ որոշակի թուրքականը մոտեցել։ Հա, թուրքական անպայման թուրք։ Դե գիտեք, ես ռուս-թուրքական որ ասեմ, լավ sense կասեմ սրանից հետո որ չստացի։ Ռուս-թուրքական։ Ռուս-թուրք-ադրբեջանական, եթե կուզեք։ Այսինքն, քանի որ դիտարկումը արեցիք, մի բան էլ ասեմ, որը օրինակ Նիկոլ Փաշինյանի վարչակարգը որոշակի տարբերակում է միջև Նիկոլ Փաշինյանը եղած վարչակարգից։ Նիկոլ Փաշինյանի վարչակարգի մեջ շատ ներդաշնակ սինթեզված են 3, այսպես կոչված կողմեր. ռուսական կողմը, թուրք-ադրբեջանական կողմը եւ գլոբալիստական կողմը։ Շատ ներդաշնակ են սինթեզված։ Իրենք իրար մեջ կարող է հակասություններ ունեն, թե ենթանենք պղնձամոլիբդենայինից եկած բարիքը ոնց պիտի վերաբաշխվի, բայց ընդհանուր առմամբ հակահայկականության տեսակետից որևէ հակասություններ չկան եւ իրանք շատ ներդաշնակ գործում են։ Հիմա այդ ընտրությունները որպես ընտրություն, որով կարելի է արմատական կրկնում եմ փոփոխություն անել, բնական է միամիտ է պետք լինել, որ դա տենց դիտարկել, իսկ փորձել միաբանվել այդ առիթով, այսինքն ազգայնական ուժերի միաբանում լինի, որը կռիվ տա, իրական կռիվ տա Հայաստանում արմատական համակարգային փոփոխությունների համար, դա այդ առիթը կարելի է փորձել օգտագործել, բայց ոչ որպես ընտրություն։ Հասկանալի է, ես համակարծիք եմ ամբողջությամբ եւ ավելին ես ավելի ռադիկալ կողմերից եմ նայում, որ այդ ընտրությունը որպես այդպիսին ոչինչ է մեր հասարակության, մեր իրականությունը փոխելու առումով։ Վերջին հարցը, պարոն Հակոբյան, խոսելով Հայաստանի մասին, Հայաստանի արտաքին այդ ուժերի ազդեցության եւ այլնի մասին եւ այդ արտաքին ուժերի մեջ Ռուսաստանը ունի իր ուրույն տեղն ու դերը եւ մեծ տեղ ու դեր, բայց Ռուսաստանը ահա 4 տարի է, մոտ 4 տարի է գտնվում է պատերազմի մեջ, չխորշենք այդ բառից, որովհետև սկզբից հատուկ ռազմական գործողություն էին անում եւ այլն, բայց դա իրական պատերազմ է, Ուկրաինան մեթոդաբար եւ հետեւողականորեն վերացնում է ռուսական նավթավերամշակման գործարանները, էլեկտրո ենթակայանները եւ այլն, սա արդեն դարձել է այսպես մեթոդական եւ ուղղվածությունն է իրենց ռազմական ոնց որ ասած, դուք ոնց եք տեսնում այդ հակամարտության այդ պատերազմի ավարտը կամ կլինի դա շուտ թե եւ ինչպես է ազդում այդ ամեն ինչը Հայաստանի վրա։ Ինձ կարևորը հայկական Հայաստանի վրան կարամ սկզբից սկսեմ, կարամ վերջում ասեմ։ Ոնց ձեզ հարմար է։ Անդրադառնանք մի քիչ պատերազմական գործողություն են, տեսեք, Ռուսաստանը ուներ եւ ունի
հիմա դա շատ հեղեղուկ է արդեն, որովհետև իրենք էլ ենթադրում եմ արդեն դրան չեն հավատում, բայց այնուամենայնիվ ուներ եւ շարունակում է կարծում եմ ունենալ հույսեր, որ կարողանան վերականգնել սովետական կոչված կայսրությունը իր սահմաններով եւ իր որոշակի սահմաններով, որոշակի սահմաններով մի մասը կարողա չլիներ, բայց չի որ նկարտումները չկային, այսինքն իր հնարավորության դեպքում ամբողջական, ինչքան հնարավոր է սահմաններում եւ իր զորությամբ եւ վերականգնել իր աշխարհքաղաքական դերն ու նշանակությունը։ Դա էր պատճառներից մեկը, որ ուկրաինական պատերազմը նախաձեռնելուց առաջ անմիջական նրանք լուծեցին ոնց որ միշտ հայկական ազգային եւ պետական շահը որպես տարադրամ ծախելով թուրք-ադրբեջանական կողմի վրա լուծեցին Ղարաբաղի հարցը նպատակ ունենալով Ղարաբաղը տալ Արցախը ոչ միայն Ղարաբաղը, այլ Լեռնային Ղարաբաղը, Արցախը ընդհանուր ամբողջ տարածքը հանձնել ադրբեջանցիների տնօրինման, բայց այդտեղ արդեն Ադրբեջանը ունենալ զորք։ Եվ Ուկրաինայի վրա դեպ դա համաձայնություն էր ոչ թե Ադրբեջանի հետ, որովհետև Ալիևը ընդհանրապես պրոքսի է ռուս-թուրքական տիրույթում, այլ համաձայնություն ձեռք բերեցին թուրքերի հետ եւ Շոյգուն թրծրես, չէ՞, Բերանից ասես մենք շատ թրծրես թե գիտակցաբար չգիտեմ, կարող է գիտակցաբար կարող է այնքան էին իրանք ինքնավստահություն էին աստիճաներ հասել, որ չեն էլ բան անում, նեղվարտավանության դրսևորում էլի։ Հա, էլի։ Որ մենք շատ արդյունավետ գործողություններ իրականացրեցինք թուրքերի հետ Ղարաբաղում։ Եվ նորից չմոռանանք, որ բանից առաջ Ուկրաինայի վրա հարձակումից անմիջապես առաջ Ադրբեջանի հետ շատերը ասում են ռազմավարական համագործակցություն, ոչ։ Դաշնակցության վերաբերյալ համաձայնագիր կնքեն, союзнический, դաշնակցության վերաբերյալ համաձայնագիր կնքեցին Ադրբեջանի հետ։ Դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ, այսինքն դա եղավ Ուկրաինայի վրա հարձակումից մի քանի օր առաջ։ Մի օր Կամ 21-ին։ Հա, կամ չէ, մի քանի օր, դա այդքան օրերի քանակական չի, որ այսինքն փագեցին իրենց անկալման պես հարցը, զորքը տեղավորեցին Ադրբեջանում, հայկական տարածքները տվեցին Ադրբեջանին եւ թուրքերին ոնց որ եւ եղել է մինչեւ այդ, այսինքն ոնց որ եղել է 1921 թվականի պայմանագրերի արդյունքում վերականգնվեց ստատուս քվոն։ Այլ բառերով ասած 1921 թվականի Մոսկվա եւ Կարսի պայմանագրերով սահմանված ստատուս քվոն ռուսները 2020-22-ին վերականգնեցին եւ գնացին Ուկրաինա այն հույսով, որ առավելագույնը մի քանի ամսվա խնդիրը դայել են բանանում, հետո միության կարգավիճակը արդեն պարտադրում են այդ երկրներին ներառել բնականաբար Հայաստանը։ Եվ Նիկոլ Փաշինյանը այդ տեսակետից ուներ շատ կարևոր դերակատարում եւ ամբողջ իշխանական համակարգը չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանին իշխանության փոխանցումը կատարվել 18 թվականին իշխանական համակարգի կողմից եւ անպայման մետրոպոլիա, այսինքն Ռուսաստանի, այսինքն անձամբ ենթադրում եմ Պուտինի համաձայնությամբ եւ աջակցությամբ։ Եվ նորից չմոռանանք, որ պատերազմից հետո 21 թվականին Նիկոլ Փաշինյանի վերարտադրումը կամ վերընտրումը ճակերտներում եղավ էլի Պուտինի անմիջական աջակցությամբ, որն ոչ թե դավաճան, այլ խիզախ տղա է, ինչ եք ասում։ Քաջ գործիչ։ Հիմա Ուկրաինան Ռուսաստանը տապալվեց։ Հիմա ինչքան տարածք այն սկզբնական փուլում գրավել, այդ այսպես կոչված 20% որ ասում են Ղրիմը մեջ նաև անից Ղրիմը 14 թվականին է դեռ գրավել։ Ռուսաստանը շատ մեծ կորուստների հաշվին, շատ մեծ մսաղացի մեջով անցնելով ենթանք շատ փոքր տարածքները կարողանում այսօր գրավել, որովհետև եթե հավատանք վիճակագրությանը, որը ներկայացվել է Թրամփին, Զելենսկու եւ ոչ միայն Զելենսկու կողմից, ամբողջ տարվա ընթացքում ուկրաինական տարածքի 1%-ն է գրավել, երբ որ հարյուրավոր հազարներ զոհեր է տալիս Ռուսաստանը, հարյուրավոր հազարներ։ Հիմա երբ որ Թրամփը եկավ իշխանության, նա արեց Պուտինին առաջարկություն եւ վստահ էր Թրամփը, չէ՞, շարունակ ասում, ես մի օրում կփակեմ այդ պատերազմը, հիմա Վալոդյան իր ընկերն է։ Իմ ընկերն է, իմ եղբայրն, չգիտեմ իր ինչն է։
Եվ գաղափարը այն էր, որ հիմա ինքը ասում է, որ ես սխալվել եմ, հա, ես հիասթափված եմ, ես սխալվել եմ, ես թվում է ամենահեշտն եմ փակելու։ Այսինքն դա դուրս եթե ընդունենք, որ Թրամփը անկեղծ է, հա, անկեղծ է, ուրիշ բան, դավադրապաշտական բաների ուղիղ չգնանք, կամ ծրագրային այլ ուղիներով չգնանք, ընդունենք Թրամփը, դա ցույց է տալիս, որ բացարձակ գիտակցություն չկար, թե ով է Ռուսաստանը, ով է Պուտինը եւ ինչ են ուզում։ Հիմա առաջարկը, որ արվեց նախնական կամ սկզբնական առաջարկը, որ արվեց Պուտինին, որը փաստացի մինչև վերջերս առկա էր, դա հետեւյալն է, ինչ որ գրավել ես քեզ, նորից ստատուս քվո են գրում, Ղրիմի մասին չենք խոսում, Ղրիմը ճանաչում ենք որպես ռուսական տարածք, մնացածն գրավում ես, զինադադար ենք անում, հետո կերև էլի, բայց այդ կվերահսկես դու, բայց դա Պուտինի ծրագիր, տես Պուտինը պարտվում էր, որովհետև ինքը ունենում էր Ուկրաինա կատաղի հակառուս, իմիջիալոց ուկրաինական ազգային ինքնությամբ եւ պետական ինքնությամբ ձևավորված կռված ամենազորեղ բանակներից մեկը Եվրոպայի, մոտ 1 միլիոնանոց բանակ է պատերազմած։ Այսինքն այդ բանը, այդ իրավիճակը այլևս փոփոխման ենթակա չէր, Պուտինը դա շատ լավ հասկանում է, դրա համար չէր համաձայնում։ Հիմա եկել է իրավիճակ, որ ճնշումը, ոնց որ ճնշում եղավ իմիջիալոց Իսրայելի մասով Ամերիկա Թրամփի վրա, Եվրոպացիք ճնշում գործադրեցին, որտեղ սկսեցին Պաղեստինը ճանաչել որպես պետություն։ Եվ Թրամփը ստիպված եղավ Նեթանյահուին կանգնացնել, այսինքն այն ծրագիրը, որ իրականացվեց Ղարաբաղում, Արցախում, որ հայազրկեցին, նույն ծրագիրը ուզում էին իրականացնել հрьяաները, բանան Պաղեստինում չստացվեց, որտեղ եվրոպացիք կանգնացրեցին, Թրամփն ասաց չէ, եղբայր, չեղավ, չենք կարողանում, ճնշումը մեծ է։ Հիմա նույն ձևի ճնշում կա ամերիկացիների վրա, Ռուսաստան, Ուկրաինայի մասով։ Նույն արևմուտքի ճնշումն է, ներ ամերիկյան ճնշումն է, նույն հանրապետականների ճնշումն է MAGA խմբի վրա, Թրամփի վրա եւ հիմա քննարկվում է, որ ձեր ասած գործողությունները հերահար հարվածների, չէ՞ որ հետո խփում են հերահար հարվածը, Տոմահավք այդ հրթիռները տրվի եւ այլն, այսինքն կարող է իրավիճակ փոխվի եւ Պուտինին պարտադրեն, որ նա գնա Տոմահավքը պրակտիկորեն չբռնվող հրթիռներ են, որովհետեւ շատ ռազմական տեսակետից շատ ցածր են իրանք գնում եւ ռադարների համար, բայց այնուամենայնիվ ինքը զորեղ զենք է, որը արդյունավետ է։ Դա է իր զորեղությունն, դա արդյունավետ է եւ տոկոսը բարձր է նպատակին հասնում։ Հարվածների ճշգրտությունը կավելանա ուկրաինացին, դա հասկանալի է։ Հիմա տեսեք, մյուս բանը, որ արդեն Թրամփն է նույն եվրոպացիների երկդիմության վրա ճնշում գործադրում, բացի նայած, որ ՆԱՏՕ-ի ծախսերը պետք է աճի մինչև 5%, որին ստիպված համբեր եւ պետք է համաձայնվեին։ Մյուս բանը, որ նավթ եւ այսինքն վառելի գազ, նա մի գնե կարա ռուսներից։ Չի կարելի, որովհետեւ եթե դուք այդ նավթը գնում եք կամ այդ վառելիքը գնում եք, դուք ֆինանսավորում եք պատերազմը։ Դա զենք է դառնում։ Դուք ասում եք պատերազմում եք եւ ձեր թշնամուն, եթե դուք իրական պատերազմի մեջ եք, զենք եք տալիս։ Այսինքն դա էլ մյուս բանն է, որ եթե այդ երկուսը ստաբան արի, համադրվի, ես կարծում եմ, որ դա մոտ է, այդ իրավիճակը, ապա ենթադրում եմ ռուսներին կստիպեն, որ ռուսները գնան արդեն նստեն իրական զինադադարի։ Ես չեմ ասում խաղաղության, որովհետեւ խաղաղությունից շատ հեռու են, այլ զինադադարի եւ այսօրվա ռուսների կեցվածքը խեղճ կեցվածք է, չհաշված են Մեդվեդևի մեծ խոսալուն, որին Թրամփը մի հատ ժամանակին մի ամիս թե ամիս ու կես առաջ մի հատ ապտակեց, բայց էլի մեծ խոսում է, բայց ենթանք Լավրովի ֆոնի վրա Չինաստանը մեծացրել է մատակարարումներ ռուսական զորքին։ Տեսեք, Չինաստանի խնդիրը հետեւյալն է իմ կարծիքով։ Չինաստանը այդ ծրագրին, որ Պուտինը ներկայացրել էր, որ դու կունենաս ազատ այդ մեկ գոտի մեկ ճանապարհ չինական մեգա ծրագրի շրջանակում Ռուսաստանը ցույց էր տվել չինացիներին, Սին Ցզինպինին, կարծում եմ անձամբ, որ երբ որ ես Ուկրաինան գրավեմ եւ Հայաստանը ին վերահսկողության տակ լինի, այսինքն հիշում եք, չէ, 9-րդ կետը բանի այդ Միջանսկի, որ ռուսների սահմանապահներով, այսինքն թուրք ռուսները պետք է վերահսկեն։ Դու կունենաս ազատ ճանապարհ, ինչպես մի Հիմա թուրքերը կվերահսկեն, չէ, հիմա կվերահսկեն, չէ, առանց ռուսների, բայց կվերահսկեն թուրքերի հետ միասին ամերիկացիք։ Դա տարբեր բան է։
Այսինքն ամերիկացիք, տեսեք, հայերը չեն վերահսկել։ Մեր համար առաջնային իմ համար Այն դեպքում էլ հայերը չէին վերահսկել։ Իմ համար առաջնայինը դա, բայց կա մի հատ ուրիշ խնդիր։ Հայկական պետական ինքնիշխանության տեսակից ճիշտ է, ես հիմա երբ որ գետնի վրա աշխատանքները կսկսեն եւ մանրամասները Թրամփի ուղու ավելի տեսանելի կլինի, կարելի ավելի հստակ ասել, սա սենցա թե նենցա, բայց գնահատական եմ ես տալիս նաեւ ելնելով ոչ թե Փաշինյանի ասածից, այլ թե ով ինչա ասում այդ ճանապարհի շուրջ այլ երկրներ եւ թուրքական երկրները նույն Թրամփը եւ այնտեղ եվրոպացիք։ Բայց այնուամենայնիվ հարցը հետեւյալն է, եթե հայերը չեն վերահսկելու, այսինքն հայկական պետական ինքնիշխան վերահսկողության տակ չի լինելու այդ ճանապարհը, սկզբունքային չի ով է վերահսկում, բայց այդտեղ կա մի երանգ։ Երբ որ թուրք-ռուսականը դա, մենք այդ մամլիչի տակից որևէ կերպ դուրս չենք գալիս։ Իսկ երբ որ այդ իմաստ հաղորդակցվող անոթների կտրում է լինում, եւ մենք մնում ենք մի թշնամու դեմ, օրինակ Թուրքի, մենք հնարավորություն ենք ձեռք բերում։ Մենք 1918 թվականին, երբ որ մեր մենակ մնացինք, կարողացանք արդյունքներ ցույց տալ 90-ականներին էլ 1990-ականներին էլ երբ որ ռուսները հեռացան մենք կարողացանք Թուրքիայի հետ առանձին մնալով արդյունքներ ցույց տալ բայց երբ որ ռուսը գալիս է ու այստեղի ներքին 5-րդ շարասյունն էլ սկսում է աշխատել փրկչի համատեքստում այս մամլիչի տակից մենք դուրս չենք գալիս հիմա այդտեղ այդ երանգը որը լուծում չի բայց այդ երանգը առկա է հիմա գանք Չինաստանը այդ ծրագրի տակ էր եւ կարծում էր որ դա իրականացվելու է այդ ծրագրից դուրս ընկավ եւ հիմա Չինաստանի վրա ճնշում կա եւ ներչինական խմորումներ էլ կան այսօր այսինքն դեղի վիճակը միարժեք չի որովհետեւ Չինաստանը տնտեսական լուրջ խնդիրների առաջ է կանգնում դեռ Չինաստանը աշխարհի ամենամեծ արտադրողն էր բայց սպառում է արևմտյան շուկաներն են Եվրոմիություններ եւ ԱՄՆ-ն էր հիմա անդե ինքը խնդիր ունի այդ արտադրանքը սպառման խնդիր ունի, իսկ ներչինական սպառումը շատ փոքր է։ Այսօր չինացիք էլ կարծում են, պետքա գնան, ենթադրում եմ, չեմ կարծում։ Ենթադրում եմ չինացիք էլ կգնան արևմուտքի մասնավորապես նույն ԱՄՆ-ի հետ որոշակի հարաբերությունների կարգավորման sense ձևավորենք եւ այդտեղ նորից ռուսները կունենան կորուստներ։ Իսկ ռուսների բոլոր կողմերից հասկանում եք ոնց էր իրավիճակը ստեղծվում, որ ռուսը պետքա գնա նստի, եթե չի ուզում ինքնաոչնչանա, պետքա գնա նստի բանակցությունների։ Սա է իրավիճակը։ Հիմա ինչքանով է դա մեր վրա ազդում, անմիջական է ազդում։ Անմիջական, որովհետև եթե ռուսական կողմը հիպոթետիկ Ուկրաինայում ունեցավ ռազմական հաղթանակ հիպոթետիկ անմիջապես մենք ունենալ ենք 2020 թվի իրավիճակը գալու են եւ Հայաստանում ռուսականությունը միացում այսինքն հայկական պետական ինքնիշխանությունը եւ հայկականությունը վերջնականապես դուրս ամաղվելու որպես գործոն եթե ռուսները չունեցան այդ հաղթանակը ավելին ռուսների պարտադրանքի տակ նստեցին եւ կորուստներով գնացին զինադադարի այդ դեպքում մենք հնարավորություն ենք ունենում իհարկե նորից անպայման դա հաշվի առնենք ինչ որ արդեն ասի հնարավորություն ենք ունենում փոխել իրավիճակը եթե ազգայնական ուժերի միաբանում լինի եւ նրանք ընդհանրական կարևորագույն բանը որ այսօր պետք է շեշտադրվում դա է հիմքերի հիմքը ազգային մտածողության ազգային հիմքեր եւ ազգային հենքեր ունեցող ուժերը պետք է միավորվեն անպայման եթե մենք ուզում ենք ինչ որ ելք որոնել ստեղծված ծանրագույն ինչպես նշեցինք իրավիճակից եւ ամենակարևորն էլ այնն է որ ժողովրդին միշտ վախեցրել են թուրքական ահռելի ուժի առումով բա մենք միայնակ չենք կարող եւ այլն Ուկրաինան ցույց տվեց որ ռուսական ահռելի շատ ավելի մեծ ահռելիություն ունեցող ուժին դեմ կարող են կանգնել միասնաբար եւ քանակը չի որոշում 21-րդ դարի պատերազմի
ելքն ու ընթացքը, ուկրաինական բանակը այսօր հենց դա է ապացուցում ռազմական արվեստի բնագավառում, որ քանակը չէ եւ այդ ահռելիությունը չէ, երբեմնի փառքը չէ, որ ռուսական բանակ ուներ, սովետական բանակ ասենք ուներ, որ որոշում է 21-րդ դարի պատերազմի ելքը։ Եվ տեսեք, դուք կարևոր բան եք ասում։ Իհարկե քանակը ռազմական զորությունը դերակատարում ունեն։ Ենթենք որ թուրքերը ունեն մեծ բանակ եւ այլն, եւ շատ են։ Դա դերակատարում է, դա նաեւ սպառնալիք է, բայց դուք Ուկրաինայի օրինակն եք բերում։ Ես մեր օրինակը բերեմ։ Մեր Հայաստանի հայերիս օրինակը բերեմ։ 90-ականների պատերազմի ժամանակ մեր դեմ կանգնած էր Ռուսաստանը, դեռևս սովետական միությունը։ Չեք մոռանում, չէ՞ որ կալցո օպերացիան արեցին ռուսները, թուրքերի հետ միասին։ Ես Գետաշենն էլ չեմ մոռանում, Գետաշենն էլ, Շահումյանն էլ։ Այդ եմ ասում, այսինքն չենք մոռանում Սումգայիթը, չենք մոռանում Բաքուն, չենք մոռանում որտեղ ժամեր ուշացան։ Ճակերտները, հա, կազմակերպված թուրքերի հետ միասին եւ հայկական կողմը հայությունը, որովհետեւ Հայաստանում էլ ունենք հակահայ իշխանություն, դա էլ չենք մոռանում, չէ՞։ Բայց հայությունը իր բազկի եւ ոգու զորությամբ լինելով քչաքանակ, շատ վատ զինված, որսորդական հրացաններով, այսինքն հաշվարկային ամարած փամփուշտներով, այո, հաշվարկային իմաստով մենք պետք է ջախջախվենք եւ դա էլ հաշվարկներ հենց, որ սրանք կջախջախենք, ինչ որ ասեցին 23 թվականին, այսինքն հայազրկեցին, պետք է անեին այն ժամանակ։ Չստացվեց, ինչի չստացվեց, որովհետեւ մենք այդ կռիվը տվեցինք եւ ոգին, նորից ոգին, բազուկը, իհարկե զենքը, տեխնոլոգիան խիստ կարևոր են, առ հավատը, առ մեզ, առ մեր ինքնություն եւ առ մեր Աստված։ Դա է ի վերջո վերջնական լուծումը տալիս ցանկացած պատերազմի։ Եթե դու կայուն ես քո հավատամքի մեջ, կայուն ես քո նպատակների մեջ եւ նրանք ազգայնական են եւ իշահ են քո ժողովրդի եւ քո պետության, դու այդ պատերազմը չես կարող պարտվել։ Դու կարող ես ճակատամարտեր պարտվես, բայց պատերազմը չես կարող պարտվել, որովհետեւ դու կաս եւ քանի կաս պատերազմը շարունակվում է։ Շնորհակալություն պարոն Հակոբյան։ Ձեր խոսքին արդեն ավելացնելու ոչինչ չկա, որովհետեւ դուք հրաշալի վերջաբան արեցիք հաղորդման համար։ Ես ընդհանրապես կասեմ շնորհակալություն մեզ հետևողներին, շնորհակալություն մեզ հավատարիմ, այսպես ասած, հետևող ակնդիրներին եւ ունկնդիրներին եւ սպասումով, որ կհանդիպենք նորից ու կրկին մեր եթերում։ Ցտեսություն, մինչ նոր հանդիպումներ մեր եթերում։